Պարոն Սիմոնյան, դուք անընդհատ խոսում եք բանավիճելուց եւ դուք եւ Փաշինյանը, բայց պարոն Թաթոյանը բանավեճի է հրավիրում Նիկոլ Փաշինյանին, այսօր նաեւ պաշտոնապես աշխատակազմ մուտք կգործի հրավերը, ասում է Պետրոս Ղազարյանին էլ կարող է Փաշինյանը իր հետ տանել, որ իրեն մենակ չզգա։ Վախենում եք Թաթոյանի հետ բանավեճից, Նիկոլ Փաշինյանը վախենում է։ Գիշերները չենք քնում, գիշերները զանգվում ենք, ասում ենք դու էլ քնած չես, ասում հա ես էլ քնած չեմ, Թաթոյանի հարցազրույց։ Դե մի քիչ աբսուրդ է, հիմա ես էլ մարդկանց հետ բանավիճել, որ օրինակ հիշեցնեն Թալան։ Չէ, բայց սպասի մի րոպե։ Նախ այդ բանավեճը սենց տնես տեղի է ունենալու, եթե պարոն Թաթոյանը մասնակցելու է ընտրությունների։ Այսինքն, այդ ֆեյք օրակարգը, ֆեյք այդ որ դուք գաք կամ ինչ-որ մի լրագրող գա ասի կամ ինքը ասի ինձնից վախենում են, դա անկեղծ ֆեյք խոսակցություն է, որովհետև վերջ դե պատասխանեմ, որ թույլ տաս չընդհատես կպատասխանեմ։ Գոյություն ունի օրենքով ամրագրված բանավեճի ինստիտուտ, որը տեղի է ունենալու ընտրություններից մի քանի օր առաջ։ Խնդիրը նաև կայանում է կարգավիճակների մեջ Հայաստանի Հանրապետության գործող վարչապետը պետք է ով էլ դա լինի, պետք է բոլոր այն քաղաքական նորաստեղծ ուժերի ղեկավարներին, ովքեր ասում են ես պատրաստ եմ քո հետ բանավիճեմ, գնամ բանավիճելու, ասենք, տենց օրինակ այսօր Թաթոյանը կառաջարկի վաղը, չգիտեմ, մի հատ ինչ-որ երկու հոգանոց կուսակցություն կառաջարկի, չգիտեմ, մյուս օրը մյուսը կառաջարկի, այսինքն պետքա տրամաբանություն, հիմա ես էլ Տրամպին կանչեմ բանավեճի, հիմա ինչ ափսու կամ Պուտինին կանչեմ բանավեճ։ Համեմատելի է, որովհետև Նիկոլ Փաշինյանը ի տարբերություն Արման Թաթոյանին, որը որ մի պետական պաշտոն ունեցել Սերժ Սարգսյանի կողմից, ինքը նշանակվել է մարդու իրավունքների պաշտպան, Նիկոլ Փաշինյանը Անի ջան, ուզում ես եկել եմ քո մոտ հարցազրույցի, ես ասեմ, հետո դու ասա, ես ասեմ, հետո դու ասա։ Հիմա իմ հերթն է, պայմանավորեցինք։ Երբ որ նշանակվել է Սերժ Սարգսյանի կողմից պաշտոնյա, դրանից հետո ինքը որևիցե պետական պաշտոն ու հիմա չի զբաղեցնում, ինքը քաղաքական գործիչ է, իր կուսակցությունը ունի, ինքը այդ հնարավորությունը կունենա, կգա հանրայինի եթերում Պետրոս Ղազարյանի հետ եւ իր բոլոր հարցերը վարչապետին կտա, բայց իր նման հարյուրավոր մարդիկ կան, որոնք ցանկություն կունենան բանավիճել։ Փաշինյանին հարմար է բանավիճել այնպիսի մարդկանց հետ, ում կարող է ինչ-որ բան հիշեցնել, ում այս տարիների ընթացքում պարբերաբար թիրախավորել է եւ ինքը Փաշինյանին հարմար է բանավիճել բոլորի հետ, ովքեր այդ կարգավիճակը ունեն, որովհետեւ երբ որ վարչապետը գալիս է այստեղ, ինքը բանավիճում է բոլոր ընդդիմադիր падգամավորների հետ, եթե նրանք համարձակվում են գալ եւ մասնակցել հարց ու պատասխանին, բայց ինչ որ պահից հետո իրանք սկսել են չգալ այդ բանավեճին, որտեղ հասկացել են, որ չեն կարողանում բանավիճել։ Հետո եթե Արման Թաթոյանը իր շուրջը տենց մտածում է, որ ինքը այնքան դարակազմի քաղաքական գործիչ է, ինչ խնդիր ունի, կլինի էլ այդ բանավեճը մի 4-5 ամիս հետո կլինի, ավելի լավ ընտրություններին մոտ կլինի, ինքը իր պատմությունը կպատմի հանրային եթերով, այդ ինչ ստից թեմա է ասում։ Մի րոպե, վերջացնեմ, մի րոպե։ Ես ինձ թվաց իմ բանավեճի մասին եք ասում, ինձ թվաց այն իմ առաջարկի մասին եք ասում, որ ես առաջարկել էի ընդդիմադիր հեռուստաալիքներից որևիցե մեկի տաղավարում, հիմա ես կանադա այդ եմ անում, էլի, բանի ջան, իմ գործը թողած քո գործն էլ եմ անում, թող անեմ միջև վերջպես։